եկել եք գրասենյակի բացմանը Ավան վարչական շրջանում։ Մենք մեր երկրում շատ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման ճանապարհին պետք է բոլորս ինչ-որ քայլ ներդնենք։ Եվ այս ցրտին, այս եղանակին, այս պարագայում ձեր ներկայությունը ձեր բոլորի քայլն է այդ փոփոխությունը բերելու։ Իսկ ինչ փոփոխություն ենք ուզում մենք բերենք Հայաստան։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ուժ, որը պետք է գա, պետք է ասի ինչ ծրագիր ունի, որ մենք մի մարդուն ճամփու դնելուց հետո երկրորդ մարդուն նույն խնդրի առաջ չկանգնենք, երբ որ եկան եւ տեսանք, որ մարդիկ ուղղակի ծրագիր չունեն, կամ ծրագիրը մերը չի, ուրիշի ծրագիրն է։ Ինչ ծրագիր ունենք մենք։ Մեր հայրենիքում 3 միլիոն մարդ է ապրում, իսկ աշխատում է 800,000 մարդ ընդամենը, 800,000 մարդ ունի գործ 3 միլիոն բնակչությամբ երկրում։ Առաջի խնդիրը, առաջի հայացքից բոլորս էլ կհամաձայնվենք, որ այդ դեպքում ինչն է, մենք աշխատատեղ, նորմալ աշխատանքի տեղ, որպեսզի մարդը անգամ եթե մի աշխատանքը դուրը չգա, ուրիշ տեղ գնալու հնարավորություն ունենա։ Այդ իսկ պատճառով մեր տնտեսական ծրագրի առաջի քայլը դա աշխատատեղեր ստեղծելն է եւ ոչ թե ամբողջությամբ գործազրկությունը հաղթելը, որը ռեալ կարճաժամկետ այդքան չէր, 300,000 նոր աշխատատեղ ստեղծենք, 3 միլիոն երկրում, որ 1 միլիոն մարդ աշխատի, 5 տարվա ընթացքում մեծ հնարավորություն կա հասնելու եւ մենք առաջի քայլը դա կանենք, դա տարբեր շրջաններում կլինի գործարանների շնորհիվ, Երևանում կլինի туриզմի շնորհիվ, բարձր տեխնոլոգիաների շնորհիվ եւ բժշկության գիտության զարգացման շնորհիվ։ Երկրորդը, ով արդեն ունի աշխատանք, ով արդեն ունի փոքր կրպակ, խանութ, վարսավիրանոց եւ շուկայում տեղ, նրանց ազատել հարկերից, որովհետեւ բոլոր Հայաստանի փոքր բիզնեսի հարկերը մեր բյուջեի շատ փոքր մասն են, 3% էլ չեն հասնում, բայց բոլորին հարկայինը վտանգ է ներկայացնում, մարդիկ անհանգստանում են, միշտ վտանգի զգացում ունեն եւ նաեւ զարգացմանն է խանգարում, որպեսզի այս փոքր ընկերությունները մեծանան։ Քայլ համար 2. Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը հարկերից։ Եվ նաեւ կուզենայի եւս մեկ քայլի մասին խոսել, շատերը դուք կամ ձեր ընտանիքի անդամները ունեն բնակարանի խնդիր, բայց մենք գիտենք, որ վերջի տարիների ընթացքում Հայաստանում բնակարանի գները շեշտակի աճել են, 2 անգամ աճել են, ու մարդը իր աշխատավարձով չի կարող իրեն բնակարան թույլ տալ։ Ինչն է մեր ծրագիրը։ Պետությունը պետք է ապահովի էժան բնակարանների ծրագիր։ Ասեմ ավելին, այս ծրագիրը մենակ մենք չենք հնարել, աշխարհի բոլոր երկրները բացի Հայաստանից ունեն։ Մենք էլ պետք է ունենանք աշխատատեղ, փոքր ձեռնարկություններին հարկերից ազատում, որ հարկային երես չտեսնեն, եւ բնակարաններ, որպեսզի մարդիկ ունենան իրենց տանիքը գլխի վերևում, իրենց համար։ Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը, ապահով տանիքը գլխին, արժանապատիվ եւ տնտեսական այս դժվարություններից զերծ։ Շատերը կասեք, մենք ունենք մի հատ մեծ խնդիր ընդհանուր երկրի մասշտաբով, դա մեր անվտանգությունն է։ Շուտով մենք կներկայացնենք, թե ինչպես ենք տեսնում մեր երկրի իրական անվտանգության ապահովումը առանց այս ամբողջ այս սարսափի, որ մենք ապրեցինք վերջի 7 տարվա ընթացքում։ Այսինքն մենք ունենք երկրի ղեկավար, որը սխալների պատճառով բերել է բազմաթիվ բախումների չի տանում այն ղեկավարը, ով կարող է լավ բանակցել, ով կարող է լավ ճիշտ բոլորի հետ պայմանավորվել, մինչև բանակցային սեղանին հասնելը։ Մենք տեսանք մի օրինակ, վերջի հարցազրույցից երևի մարդիկ կան լսել են, երբ որ Վրաստանը համարյա մոտ էր նոր պատերազմի 5-4 տարի առաջ, բայց այդ երկրի ղեկավարը այնպես պայմանավորվեց, որ այդ երկիրը զերծ մնաց ռուս-ուկրաինական պատերազմի մաս դառնալուց։ Մեզ պետք է ղեկավար, որ հերրու տանի մեզանից է սարսափը, ամեն օր նոր վտանգ, մեզ վախեցնում են, հեսա եթե սա չանենք, կսկսեն, նա չանենք, կսկսեն։ Ու տենց հիշում եք կկվի հեքիաթը, հայկական ժողովրդական հեքիաթ է, որ մի ձագիթ տուր, երկրորդ ձագիթ տուր, երրորդ ձագիթ տուր, տենց չի լինում։ Վերջում կանչեցին, հիշում եք, աղվեսին ով քշեց։ Այո։ Շնորհակալ եմ բոլորից։
ուժեղ Հայաստան կլինի բոլորիս աշխատանքի ու պայքարի եւ համառության արդյունքում։ Շնորհակալ եմ։